Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր մենք ձեր հետ միասին խոսելու ենք սկանդալային իմ պատկերացումով տեղեկատվության մասին, որովհետև ըստ CVKM-ի, որը գիտեք, որ Հայաստանի իշխող կուսակցության քաղաքացիական պայմանագրի ԶԼՄ-ն է, բայց հաշվի առնելով դա նաև ունի շատ լուրջ աղբյուրներ եւ ըստ իրանց աղբյուրների մեր ձևով շարժման, իսկ հիմա արդեն կարծեմ ուժեղ Հայաստան շարժման առաջնորդ եւ իր խմբի կողմից, ուրեմն ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի կողմից իրանք վարձել են իսրայելցի քաղաքական ռազմավարական այսպիսի ազդեցության գործիչ Մոշե Կլյուֆթհաֆտին եւ որը պետք է պոլիտտեխնոլոգիաների քաղաքական այդ հմտությունների օգտագործությունով օգնի իրենց հաղթել ընտրություններում կամ շատ մեծ կշիռ ստանալ եւ ես եթե չունենայի տեղեկատվություններ Մոշե Կլյուֆթհաֆտի մասին, ապա կհամարեի, որ սա ուղղակի եւս մեկ կարևոր տեղեկատվություն է, բայց ես շատ տեղեկատվություններ ունեմ անձամբ Մոշե Կլյուֆթհաֆտի մասին, որովհետեւ Վրաստանի հետ ինքը շատ երկար ժամանակ է ունի կապ եւ այսօր մենք ձեր հետ միասին բացահայտելու ենք, թե ով է Մոշե Կլյուֆթհաֆտը եւ ինչ վտանգ է սպառնում Հայաստանին եւ հայ ազգին այս անձնավորության կողմից եւ իրականում նաեւ կբացատրեմ, թե ինքը ինչ կապեր ունի, ով է առհասարակ միայն այն, որ իրան անվանես իսրայելցի ուրեմն քաղաքական այսպիսի գործիչ, դա ռազմավարական խորհրդատու եւ մենեջեր քաղաքական գործընթացների բավարար չէ ակնհայտորեն։ Եվ մենք ձեր հետ միասին պետք է սկսենք նրա մասին խոսել, որ Մոշե Կլյուֆթհաֆտը ընտրությունների վրա ազդելու մեծագույն փորձ ունի նախկինում։ Այդ թվում ակտիվորեն օգտագործում է շատ ագրեսիվ միջոցները նրա համար, որ ազդի ընտրություններում եւ իր ազդեցության ուրեմն գլխավոր ուղղությունը վերաբերվում է հենց աջ թևի պոպուլիստական այսպիսի ուժերի առաջընթացին։ Ինքը ակտիվորեն աշխատել է Իսրայելում եւ աջակցել է կոնկրետ քաղաքական գործիչների Նավտալի Բենետի եւ Այլետ Շակեդի եւ նաեւ Բենյամին Նետանյահուի, բայց պետք է հասկանանք, որ նույն այս Բենետի կամ Նետանյահուի դեպքում, այսինքն տարբեր քաղաքական ուժերին է մասնակցել, այսինքն այս անձնավորության գլխավոր գաղափարը դա փողն է եւ փողի շնորհիվ ինքը փողի դիմաց ինքը պատրաստ է անել ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է, բայց ինքը ունի այդ հմտությունները, որովհետև ունի հսկայական փորձ եւ ամենակեղտոտ ճանապարհներն է օգտագործում հաղթանակի նպատակով։ Պետք է ասել, որ Մոշե Կլյուֆթհաֆտը նաև ակտիվորեն մասնակցել է Ռումինիայում ընտրություններում, որտեղ որ աջակցել է սոցիալ ժողովրդավարական կուսակցությանը եւ շատ բարդ իրավիճակում էր այդ կուսակցությունը կրեատիվ եւ նոր միջոցների շնորհիվ փոխցել է եւ օգնել է հաղթել ընտրություններում եւ ուրեմն 46% հավաքեց Ռումինիայում այդ սոցիալ ժողովրդավարական կուսակցությունը նոր մեդիաների օգտագործման միջոցով, այսինքն հենց առանձնահատուկ այսպիսի մեդիա դաշտի օգտագործման ճանապարհով եւ տարբեր մեդիաներով։ Բացի դրանից ինքը նաեւ Ավստրիայի կանցլեր Կյորնի ուրեմն նաև խորհրդատուներ եւ ձևավորել էր այնպիսի նաև քաղաքական այնտեղ գործընթաց, որ փորձում էր իրանց հասցնել պիցա տարբեր մարդկանց, այսինքն վարչապետը գլխավոր տեխնացուն պիցա էր բաժանում մարդկանց եւ դրանով փաստացի մարդկանց հետ մոտիկություն էր ցույց տալի, բայց տեսեք, արդեն մեր համար դա ծանոթ է Հայաստանի դեպքում։ Տաքսի վարող Նարեկ Կարապետյանին մենք արդեն տեսանք, ինչպես նաև իրանց այս
տեսահոլովակները, որոնք իբրև մարդկանց հետ մոտիկության մասին են խոսում։ Այսինքն սա արդեն Մոշեկ Լուֆտավտի գործունեությունն է, բայց ամենակարևոր գործունեությունը Մոշեկ Լուֆտավտի գալիս է Վրաստանին, եւ ես հիմա դրա մասին կխոսեմ ձեր հետ միասին անպայման։ Բայց Վրաստանը ամենասկանդալային դեպքն է, որովհետեւ Վրաստանում Մոշեկ Լուֆտավտը օգտագործեց safe PR-ը, այսինքն թիրախավորելը ընդդիմությանը ամբողջությամբ բոլոր ուժերին ժողովրդավարական 2018 թվականին իրան վրացական երազանքը բերեց այստեղ, որ 40%-անոց իրանց տոկոսը կարողանային մինչև 60% հասցնել, բայց 2021 թվականին արդեն նորից Մոշեկ Լուֆտավտին հետ պայմանագիր ստորագրեցին բազմամիլիոն, եւ խոսք է գնում հիմա, որ Նարեկ Կարապետյանը եւ Սամվել Կարապետյանը մեր ձևով, այսինքն ձևիստները մոտավորապես ուրեմն կես միլիոն ԱՄՆ դոլարն իրան արդեն վճարել։ Ես ենթադրում եմ, որ սա միայն սկիզբն է, այսինքն իրան գումար կտան ավելի շատ եւ ավելի շատ այն դեպքում, եթե Մոշեկ Լուֆտավտը բացահայտորեն սկսի արդեն արդյունքներ ցույց տալ իրանց վարկանիշի հետ կապված։ Օգտագործեց 2021 թվականին Մոշեկ Լուֆտավտը հենց թիրախավորման գործընթացը իր թշնամիներին, բաներների, տարբեր գովազդների, տեսահոլովակների միջոցով հայտարարվեց, որ վրացական երազանքը, այսինքն ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլու կուսակցությունը բարի, փրկիչ, ամենաազգային, ամենաազգասեր, իսկ բոլոր մնացածները ընդդիմությունը դավաճան, թշնամի, հակառակորդ, Վրաստանի պետության համար վատը ցանկացող եւ այլն այդպիսի ուժեր են։ Բաժանեց հասարակությունը Մոշեկ Լուֆտավտը վրացական երկու մասի, որտեղ որ բոլորը ով Իվանիշվիլիու հետ չէին, համարվում էին դավաճան եւ թշնամի, եւ իր նպատակն էր թիրախավորել, ուրեմն ինչքան կարելի է վատ բան հորինել ընդդիմության, անկախ ԶԼՄ-ների մասին, հասարակական կառույցների մասին եւ բոլորի անձամբ կուսակցությունների մակարդակով, այսինքն սա մի հսկայական ծավալ էր եւ դուս էիր գալի փողոց, հարգելի հայրենակիցներ, ամենտեղ բաներների վրա արյունալի բաներներ էին, որ ընդդիմությունը արյունահեղություն է ուզում, ընդդիմությունը պատերազմ է ուզում, նկարներ կային նույնիսկ այս վերջի ընտրություններում 2024 թվականի գրված էր վրացական երազանք, այսինքն ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլի եւ խաղաղություն, քաղաքը կայուն է, եւ նույն քաղաքը Թբիլիսին խոսքին կամ ուրիշ քաղաքները պայթյուններով լի, եթե ընդդիմությունը հաղթի այդ ընտրություններում, այսինքն աննախադեպ այսպիսի ազդեցության գործակալական լուրջ ծրագիր են ծավալել, որը բացայտ անհասկանալի նույնիսկ եւ անհամեմատելի ծավալի Մոշեկ Լուֆտավտը հիբրիդային պատերազմ վարեց պետությունի ներսից, կարողացավ կեղծել ընտրությունները, ազդել ընդդիմության դեմ այս վարկանիշի գործընթացում եւ ազդել ընտրությունների վրա աննախադեպ ձևով եւ Մոշեկ Լուֆտավտի գլխավոր ոճներ հապատեղեկատվություն տարածելը, ուրեմն սև ու սպիտակ ներկայացնելը, թիրախավորելը եւ ուրեմն նաեւ այնպիսի ազդեցությունը մարդկանց մտածելու վրա, մտածելակերպի վրա, որը բերում է, կարելի ասել, հենց այսպիսի հոգեբանական տարբեր պատկերացումների, խնդիրների եւ այլն մարդկանց մեջ հասկանում եք, Մոշեկ Լուֆտավտը օգտագործում է հոգեբանական զենք մարդկանց դեմ, հասարակության դեմ եւ կարելի ասել իր գլխավոր ուրեմն աշխատանքի ոճն է վրացական փորձից ելնելով ագրեսիվ պոլարիզացումը մենք եւ իրանք, ասել որ մենք ճիշտն ենք, իրանք սխալ եւ հայկական դեպքում դա ինչ է նշանակում, այս ուժերը ասելու են մենք հայ ենք, ռուսոստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանը, իսկ Նիկոլ Փաշինյանին եւ ուրեմն քաղաքացիական պայմանագրին մեղադրելու են ճակերտներում թուրք լինելու մեջ այս տրամաբանությունով ասելու են մենք եկեղեցի ենք պաշտպանում, իսկ Նիկոլ Փաշինյանը եկեղեցին պարակտում է կամ եկեղեցու դեմ է գործում։ Այս տրամաբանության մեջ ասելու են մենք ցեղասպանություն ենք հիշում, իսկ իրանք մերժում են ցեղասպանություն։ Ասելու են մենք Արցախ ենք հիշում, իրանք մերժում են Արցախը։ Այսինքն պարզ է ամեն ինչ։ Մենք սրա մասին ձեր հետ բազում անգամ խոսել ենք, թե ինչքան մեծ կեղծիք է սա հիմա եւ ես ստիպված եմ, որովհետեւ ես ամենալավն եմ տեղյակ Վրաստանի ներքաղաքական դաշտի գործընթացների մասին եւ ես փաստացի անձամ եմ առնչվել Մոշեկ Լուֆտավտի հետ։ Ես գիտեմ ինչ է
Մոշե Կլուֆտավտի արդյունքը։ Երկրորդը, դա իհարկե ոչ թե նրա մասին է ինչքանով իրանք լավն են, այսինքն հաղթող ուժերը, այլ ինչքանով վատն է հակառակորդը Մոշե Կլուֆտավտի։ Եվ այս ամբողջ նախընտրական փուլում սպասեք, որ թիրախավորվելու է Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը, այնն էլ դաժան ձևով, առանց որևէ սահմանափակում իրանք օգտագործելու են դա։ Նաև սրան հետաքրքիր է, որ այո, մարդկանց հետ մոտիկության այդպիսի պատկեր է ձևավորվելու։ Ոնց որ Ավստրիայում ինքը արեց, որ վարչապետը իբրև պիցաներ էր բաժանում, Հայաստանի դեպքում փաստացի իրավիճակ է լինելու, որ իրանք տաքսի են վարելու, փողոցում են ման գալու, կարող է հեծանիվ վարեն, ինչ որ մի այդպիսի ձևաչափով, կարող է պիցա բաժանեն նաև, չգիտեմ, հազար ձևի բան կարան մտածել, որով իրանք կցույց տան, որ իբրև հասարակության մոտ են եւ կստեղծեն նաեւ այնպիսի տեսահոլովակներ, որոնք վիրուսային տրամաբանություն կունենան։ Այսինքն մենք արդեն տեսանք, հա, ինչ որ տեսահոլովակ, որ դուռը բացում են, ասում են, «Էսա գնում ենք, բա մարդիկ եկել են, պահանջում են աշխատատեղեր, բա ով են այդ մարդիկ» եւ նայում են Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմն է այդտեղ կանգնած։ Այսինքն հասկանալի է, հա, իրանց մոտեցումը կիսա հումորիստական, կիսա անլուրջ, կիսա այսպիսի կատակերկով, բայց փաստացի թիրախավորող եւ մարդկանց ուղեղների վրա ազդող։ Եվ նաև Մոշե Կլուֆտավտի մասին պետք է ասել, որ Կլուֆտավտը ունի հնարավորություն ամիսների ընթացքում կարողանալ ազդել հասարակության վրա, որ կտրուկ փոփոխություն տեղի ունենա քաղաքական ուրեմն աջակցության մակարդակում։ Այսինքն, եթե պատկերացնենք հիմա այս պահին, որ խոսքին քաղաքացիական պայմանագիրը, ինչ ես կարծում եմ, այդպես է, հաղթում է ընտրություններում, իսկ մեր ձևովը ձևիստները ուրեմն ինչ որ մի տոկոս ունեն, շատ սահմանափակ, ապա Կլուֆտավտի առաջադրանքը կլինի, որ այդ տոկոսները իրար մոտիկացնեն իրականում։ Եվ ոչ միայն աճեցնի ձևիստների տոկոսը, այլ նաև լուրջ նվազեցնի քաղաքացիական պայմանագրի ուրեմն տոկոսը։ Եվ պետք է ասել, որ ուրեմն Մոշե Կլուֆտավտը մենք կարող ենք ձեր հետ միասին սա հստակ արձանագրել, որ ինքը միայն քաղաքական տեխնոլոգ չէ, սա հաստատ այդպես է, այլ իրան կարելի է կոչել շատ ավելի մեծ տրամաբանությամբ գործիք, ոչ թե գործիչ, հասկանում եք։ Մոշե Կլուֆտավտը դա պրոպագանդիստ է, դա քաղաքական տեխնոլոգ է եւ հիբրիդային պատերազմ է հենց ինքը, հասկանում եք։ Այսինքն հենց Մոշե Կլուֆտավտն է հիբրիդային պատերազմ եւ կրիզիսային իրավիճակներում Կլուֆտավտը ունի հնարավորություն, որ փրկի իշխանությունը։ Դա արեց նաև 2024 թվականի հոկտեմբերի ընտրություններում Վրաստանում, որտեղ որ տեսեք ինչ արեցին։ Իրանք դուրս եկան բաներներով այստեղ, ամբողջ քաղաքը բաներներում էր դեպի Եվրոպա։ Եվ վրացական երազանքինը նկատի ունեմ։ Այո, ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլու նախընտրական ամբողջ գործընթացը գնաց դեպի Եվրոպա ուղերձով։ Մենք ասում ենք դա կեղծ է, այստեղ ռուսական գործակալներ են, Վրաստանը կանգնեցնելու են եվրոպական ճանապարհից։ Մարդիկ շատերը խափնվեցին։ Մեկ ամիս անց ընտրությունները հաղթելուց հետո, կեղծելուց եւ հաղթելուց, դուրս եկավ այդպես կոչված վարչապետ Կոբախիձեն, Իվանիշվիլիի դրածոն եւ հայտարարեց. Վրաստանը կասեցրել է Եվրոպական միությունում դեպի Եվրոպական միության անդամակցության գործընթացը։ Դրանից հետո սկսվել են ցույցեր, որոնք շարունակվում են մինչև այսօր ամեն օր։ Այսինքն, հարգելի հայրենակիցներ, մեկ տարուց ավել է այդ իրավիճակում է։ Դուք կարող եք գնալ եւ ստուգել, որ ընտրությունները, ինչպես ես ասում եմ, մի կողմից հստակ ուրեմն այս ընտրությունների օրակարգում իրանք առաջարկեցին խոստացան դեպի Եվրոպա ճանապարհը Մոշե Կլուֆտավտը։ Դե բաներներով մյուս կողմից միանգամից ընտրությունները հաղթելուց հետո եւ կեղծելուց կանգնեցրեցին եվրոպական ճանապարհը։ Նաեւ Մոշե Կլուֆտավտի ուրեմն գործունեության հետևանքով ամբողջ քաղաքը բաներներում էր, որ եթե իշխանությունը մնա, կլինի խաղաղություն, եթե ընդդիմությունը գա, կլինի պատերազմ։ Հենց այդպիսի բաներներով էր։ Այ խոսքին Հայաստանում որ պատկերացնեք, ինչքան հայտնի շենքեր կա, չէ, այդպիսի հայտնի շենքերը Թբիլիսիում եւ պայթեցված իրավիճակում եւ մարդկանց վրա դա ամիսներ ընտրությունների արչեւ աշխատում էր ուղեղների վրա եւ շատերին վախեցրեց, այո, եւ դա տեսահոլովակների ձևով եւ այլն, որ կլինի պատերազմ, եթե վրացական երազանքը պարտվի։ Հիմա
ես համարում եմ, որ սա մեծագույն վտանգ է, շատ մեծ վտանգ է։ Ես համարում եմ, որ Հայաստանի իշխանությունները պետք է քայլեր անեն այս ուղղությունով։ Չի կարելի թույլ տալ, որ մեր ընտրությունների վրա կարողանա ազդել այնպիսի գործիք, ինչպիսին է Մոշեկ Լուֆտհանշը, եւ ազդել այնպիսի նաեւ գործիք ռուսական, ինչպիսին է ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանը։ Պետք է սահմանափակվի այդ հնարավորությունները, այդ թվում օրենքով։ Այո, ինչ նկատի ունեմ։ Խոսքին այդպիսի ռազմավարություն, որի մասին մենք հիմա խոսում ենք, կեղծիքների, պետք է խիստ պատժվի։ Ես սրա մասին բազում անգամ խոսել եմ։ Հիբրիդային պատերազմի մեխանիզմները կեղծ պատժվի։ Նաև արհեստական բանականության կողմից ձևավորված կեղծ որևէ տեսահոլովակ խիստ պատժվի։ Սպեկուլացիոն որևէ քաղաքականությունին լուրջ արձագանք տրվի։ Սահմանափակվի ֆինանսական հնարավորություններ։ Ով ասաց, որ ինքը պետք է հնարավորություն ունենա միլիոնավոր դոլար ծախսի ընտրությունների վրա։ Բայց ով ասաց դա։ Ով ասաց, որ դա նորմալ է, որ Հայաստան միլիոնավոր դոլարներ բերի ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանը եւ ծախսի։ Բացի դրանից գիտեմ, որ ինքը արդեն ԱԱԾ այդ ուրեմն կացարանում չի գտնվում եւ գտնվում է տանը, բայց ուրեմն ձերբակալված է նաեւ համարվում։ Ես հուսով եմ, որ Հայաստանի իշխանությունները այդքան գիտակցություն ունեն, ինչքանով իրավիճակը ծանր է իրականում, եւ ես պարզ ասեմ, որ այս ընտրությունների հարցը հեշտ հարց չէ, որովհետեւ մենք բազում անգամ խոսել ենք, որ Ռուսաստանը կիրառելու է ամեն մեխանիզմ, մեթոդ ազդելու համար։ Ուստի ես պարզ եմ ասում, հարգելի հայրենակիցներ, շատ ուղիղ իշխանությունները պետք է թույլ չտան Սամվել Կարապետյանը մասնակցի նախընտրական այդ ամբողջ գործընթացներում, որովհետև ինքը ուղարկված օտար երկրյա գործակալ է, վերջ։ Շատ պարզ, դրանից պարզ ես չգիտեմ ինչ ասեմ։ Ով է ինքը առհասարակ։ Հանեք իր միլիարդները, միլիոնները, թող մասնակցի քաղաքականությունում, տեսնեմ քանի ձայն կհավաքի իր ընտանիքից դուրս։ Ինչու շնորհիվ է ինքը առհասարակ քաղաքական իբրև գործիչ։ Եվ Մոշեկ Լուֆտհանշի գործունեությունը պետք է համարվի համար 1 սպառնալիք Հայաստանում ընտրությունների կայուն անցկացնելու համար։ Ես ուղիղ եմ ասում վրացական փորձը գիտենալով։ Եվ եւս մեկ անգամ վերադառնում եմ նրան, որ ինչպիսի օրենսդրություն է Հայաստանում, որ իրանք կարող են կես միլիոն վճարել Մոշեկ Լուֆտհանշին։ Որտեղից։ Հա, այդ կես միլիոնը հենց ինքն է տրամադրել իր նախընտրական այդ ուրեմն արշավին եւ այլն, այո, այստեղ պետք է բարձել, իսկ իրոք հնարավոր է անսահմանափակ գումարներ ծախսել։ Իրոք դա նորմալ է, բայց իշխանությունները ինչ որ առումով ուշացնում են այս ուղղությամբ պատշաճ արձագանքը։ Բացի դրանից, ես համարում եմ, որ որևէ ոչ օրինական քայլի դեպքում պետք է շատ կտրուկ եւ խիստ պատասխանը լինի, որովհետեւ իրանց գործունեությունը կարա ներառի ոչ օրինական բան, քայլեր։ Բացի դրանից նույն քաղաքացիական պայմանագիրը ունի մեծ անելիք, որ ժողովրդին բացատրի, որ սա կեղծիք է, որովհետեւ այս ուժերը արդեն ես տեսնում եմ նույն բանն են խոստանում, ինչ խոստանում էր ռուսաստանցի օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանում, այսինքն բոլորը հարուստ կդառնան, ամեն ինչ լավ կլինի, Եվրոպայել նույնիսկ կարող են իրանք խոստանալ, ոնց որ Իվանիշվիլին էր անում, այսինքն ամեն ինչ լավը խոստանալ եւ մարդկանց խաբել։ Չկարելի թույլ տալ, որ ինքը կարողանա մարդկանց խաբել, որովհետեւ իրանք օգտագործում են ժողովրդավարությունը զավթելու նպատակով։ Բացի դրանից, փաստացի կիրառվելու է նաև այսպիսի մեխանիզմներ ազդեցության, որի մասին ես նոր խոսում էի Մոշեկ Լուֆտհանշի ուղղությունով։ Ուստի, հարգելի հայրենակիցներ, սա ուղիղ պետք է ասեմ, որ աննախադեպ սպառնալիք է, շատ մեծ սկանդալային տեղեկատվություն է։ Ես համարում եմ, որ հայկական նաև հատուկ ծառայությունները կունենան ավելի շատ հնարավորություն, որ ուսումնասիրեն մանրամասն, թե ով է Մոշեկ Լուֆտհանշը, ել ավելի լավ եւ պատրաստ լինել իր կողմից եկող սպառնալիքներին, որովհետեւ Հայաստանի արտաքին հետախուզական ծառայության այդ ուրեմն փաստաթղթում, որը օրերս մենք ձեր հետ միասին վերլուծեցինք եւ քննարկեցինք, բացահայտ ասվում է, որ ընտրությունների վրա ազդելու գործընթացը ներկայացնում է անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկը 2026 թվականին, այդ թվում հիբրիդային պատերազմի, կեղծիքների եւ ուրիշ մեխանիզմների կիրառումը, այսինքն դա հիմա ունի անուն ազգանուն, հարգելիներ, եւ այդ անուն ազգանունը Մոշեկ Լուֆտհանշ է։ Եվ ես գիտեմ ինչու մասին եմ խոսում, որովհետեւ մենք դա տեսել ենք Վրաստանում մի քանի ընտրությունների ժամանակ, ոչ թե մի քանի անգամ,
մի քանի ընտրությունների ժամանակ, այսինքն 6-7 տարի է արդեն ճանաչում եմ Մոշե Լուֆտավտին, անձամբ չէ իհարկե, իր գործունեությունը այստեղ։ Եվ կարամ ասեմ, որ այդպիսի ծավալի վտանգ Հայաստանում դեռ չկար, նկատի ունեմ կոնկրետ քայլերի, եւ ես ակնկալում եի, որ ամենամեծ խնդիրներից մեկը կդառնա այդ ձևիստները եւ Սամվել Կարապետյանը, որովհետեւ սա Իվանիշվիլի երկու ծրագիրն է, սա հսկայական գումարներ է եւ ինքը փորձելու է օգտագործել այդ բոլոր մեխանիզմները, որի մասին ես խոսում եմ, եկեղեցի, կրոն, Աստված երևի նաեւ, հա, քաղաքական նպատակներով իրանց, ազգ, Արցախ, ցեղասպանություն, ամեն ինչ, հասկանում եք, ամեն ինչ իրանք կօգտագործեն նրա համար, որ ազդեն ձեր հասարակության էմոցիաների եւ ուրեմն մտածելակերպի վրա, նաեւ կցույց տան, որ իրանք մոտ են հանրությանը, որ իրանք հանրության մաս են, ինչը կեղծիք է ուղղակի, իրանք ով են, Նիժնի Տապրից եկած անհասկանալի ինչ որ խումբ է, որոնք իմ պատկերացումով առհասարակ քաղաքականության մեջ իրավունք էլ չպետք է ունենան մասնակցելու, բացատրեմ ինչու։ Քաղաքականությունը մուտք գործվում է իմ պատկերացումով մոտավորապես այնպես, ինչպես ես հիմա ձեր հետ միասին աշխատում եմ։ Այո, երբ տարիների ընթացքում մարդը հանրային դաշտում եւ ոչ միայն ես, հա, ուրիշ նաեւ վերլուծաբաններ ունենք, քաղաքական գործիչներ ունենք 10, 20, 30 տարվա փորձով, լրագրողներ ունենք եւ այլն, այսինքն հանրությունը իրան 5 տարի է ճանաչում, 10 տարի, 20 տարի։ Գիտի այս մարդը ով է, գիտի ինչ գնահատականներ ունի։ Սրանք ով են։ Ինչ Սամվել Կարապետյան։ Մենք ինչ գիտենք Սամվել Կարապետյանի որևէ աշխարհայացքի մասին, բայց մենք որևէ բան նաև չգիտենք Բիձինա Իվանիշվիլու մասին։ Մենք չգիտենք ինքը ով է, եւ ինքը հիմա էլ չգիտենք։ Ինքը շարունակում է պահկվել հանրությունից եւ իր համար ղեկավարել պետությունը իր դրածոների միջոցով։ Եթե դուք կարծում եք Սամվել Կարապետյանը ղեկավարելու Հայաստանը, դուք սխալվում եք։ Համոզեցնում եմ ձեզ։ Սամվել Կարապետյանը հանձնելու է այդ իշխանությունը ինչ որ մեկին, փաստ չի, որ նույնիսկ Նարեկ Կարապետյանին կարող է ժամանակավոր ինչ որ մեկին եւ հետո Բիձինա Իվանիշվիլի պես տարին մեկ վարչապետա փոխելու։ Դուք նույնիսկ վարչապետի անունը չկարողանաք հիշել, այդքան շուտ կփոխի վարչապետներին, վերջ։ Պրծավ այդ պատմությունը, Վրաստանում նույնն է։ Վարչապետները փոխում, իսկ ինքը ոչ էլ երևում է, ինքը ես ավելին ասեմ, ինքը դրանից հետո մեծ հավանականությամբ ոչ էլ կապրի Հայաստանում։ Բեդինա Իվանիշվիլին հիմա Վրաստանում է, թե Վրաստանում չի, ոչ ոք չգիտի, հասկանում եք։ Իսկ պետությունը ինքն է կառավարում։ Աննախադեպ բան է, պատասխանատվություն 0։ Մենք ստեղ գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը պատասխանատու է ամեն ինչի համար, հա, կառավարության ղեկավարն է։ Լավի վատի համար պատասխանատու է։ Իր ընտանիքը ապրում է Հայաստանում, ամբողջ քաղաքական թիմը այդտեղ է, բոլորին ճանաչում ենք, գիտենք ով ինչ մոտեցումներ ունի եւ այլն, ընտանիքներով եւ այլն մարդիկ ապրում են Հայաստանում։ Այսօր Վրաստանում մենք ծաղրածուներ են խորհրդարանում, հասկանում եք։ Նկատի ունեմ իրանք քաղաքական գործիչներ չեն, իրանք ոնց ձեզ բացատրեմ ավելի պարզ։ Վեկալել են ինչ որ անհասկանալի մարդկանց, մտցրել են խորհրդարան եւ ասել են սրանք են հիմա քաղաքական գործիչներ։ Չենք ճանաչում իրանց, հասկանում եք։ Սամվել Կարապետյանը նույն բանն է մոտավորապես անելու, այսինքն չեղած մարդկանց դարձնելու է կոճակ սեղմողներ, նախարարներին նշանակելու է իր բիզնեսից, ոնց որ Իվանիշվիլին արեց, իսկ վարչապետներին փոխելու է ոնց որ այստեղ են փոխում։ Եվ վերջ, չկա էլ հայկական պետություն, հասկանում եք, ավարտվեց։ Եվ Մոշե Լուֆտավտը դրա համար կտրիչին էլ կօգտագործի, Արցախ էլ կօգտագործի, ցեղասպանություն էլ կօգտագործի, ամեն ինչ էլ կօգտագործի, Սյունիք էլ կօգտագործի, ինչ ուզես կօգտագործի, հասկանում եք։ Ուստի ես եւս մեկ անգամ կրկնում եմ, Հայաստանի իշխանությունները ունեն մեծ անելիք եւ ես հորդորում եմ, պահանջում եմ, որ այդ ուղղությամբ լինեն պատշաճ քայլեր։ Շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք, ցտեսություն։